Շատ լավ այսօր պիտի շարունակենք այս քեղեցիկ նյութը, որ սկսանք, խաչյալ կյանք, ինչպես քրիստոնյանը գրնա խաչյալ կյանք ապրի, խաչված կյանք։ Եվ ամեն քրիստոնեություն հիմնված է այս միտքի վրա, եւ անցյալ չորեքշաբթի նայեցանք, թե ինչ պայքարներ կան մարդուն ներսիցին, որ կարգիլեն մեգումը խաչյալ այս կյանքը ապրել են, եւ գեդեր, որ իշեցինք, ասինք թե հին մարդը մեր մեջ չմեռնիր, միշտ նոր մարդը եւ հին մարդը իրարու հետ պայքարի մեջ են, որքան ադեմ որ նոր մարդուն դեր գուտանք նոր մարդը գախտե, որքան ադեմ որ հին մարդուն դեր գուտանք հին մարդը գախտե, եւ ասոնք միշտ պայքարի մեջ են եւ միշտ դժվարություն կա, անգեբերջը 4 հոգևոր օրենքներում մասին խոսեցանք, Աստծո օրենքին, մեղքի օրենքին, մտքի օրենքին եւ պայքարի օրենքին մասին, որ պիտի չի նորեն գտնեմ, բայց այս բոլորը իրարուքով բերելով տեսանք, թե ինչպես այս մեր ներսի պայքարը միշտ կշարունակվի եւ որքան արթուն եւ սկաց պետք է լանք, որ ուժերնից շիդակ տեղը դանք, որ գարնանք այս խաչված կյանքը ապրիլ, որտեղ խաչված կյանքի մեջն է, որ մենք հաղթություն կնանք տանել Քրիստոսով։ Ինչպես անցյալ չորեքշաբթի այս նյութին մեկ մասը, որ ներսի պայքարին հետ կապ ուներ, պետք է գիտնանք, հասկանանք, որովհետև ինչպես երկրաչափները ամեն բան գճապեն, գճապճպեն եւ երբ որ գուզեն փամը լուծել, ինչ հարց որ լա միշտ գնային թե ինչ են այն բաները, որ իրարու հետ կաշխատին եւ ինչ է լուծումը, այդ ծավալ կմտածեն։ Եվ մենք այս հոգևոր կյանքի մեջ քիչ ման ծավալ պետք է մտածենք, տեսնել թե ինչ բաներ կան մեր կյանքերում մեջ, որ իրարու հետ կաշխատին կամ իրարու թեմ կաշխատին, որ գարենանք շիդակ արդյունքը դուրս բերել։ Եվ այսօր ուրիշ կարևոր կետ մնալ կա, որ հավատացյալին վիճակն է, եւ ադոր մասին ալ պիտի խոսենք, որովհետև այս մեկնալ մարդոց կշվարեցնե հավատացյալներուն եւ շատ անգամ կբարդվենք մեր հոգևոր կյանքի մեջ, որովհետև սատանան մեր մտքին հետ կխաղա եւ մեր վիճակները մեր վրա գաստեն եւ մեր վիճակները պետք չէ աստեն, բայց գաստեն, որովհետև շիդակ հասկացողությունը կամ շիդակ մոդեցումը չունենք այս խաչյալ կյանքին կամ չենք հասկացած, ադոր համար միշտ կդարվենք սատանային խաբեություններեն։ Ուրեմն կարևոր է որ նախ հավատացյալ մզանազան է իր թիրքը եւ իր վիճակը իր կյանքի մեջ։ Ինչ է մեր թիրքը։ Մեր թիրքը այն է, որ ենք Քրիստոսի մեջ։ Շատ կարևոր է։ Ամեն մեկ հավատացյալ պետք է գիտնա թե ինքը ով է Քրիստոսի մեջ։ Եվ մեր վիճակը այն է, որ ուր կգայնենք Քրիստոսի մեջ։ Այո, Քրիստոսի մեջ ենք, մեր թիրքը Քրիստոսի մեջ է, քիչ վերջը համարներ պիտի դամ եւ պիտի տեսնենք, որ որքան զորավոր թիրք ունենք Քրիստոսի մեջ փրկվելու մեր փրկության պատճառով, որ Քրիստոս մեզի փրկեց, բայց անգե վերջը ուր կգտնվենք մեր թիրքի մեջ, անիգա շատ կարևոր թեր կխաղա, որովհետև եթե շիդակ թիրք, այո, թիրքերնից գիտենք, բայց մենք այդ վիճակի մեջ չենք գրնանք ինալ եւ ցախողին։ Շատ անգամ հավատացյալներ փրկության հետ հարց ունին, փրկության վստահության հետ։ Եվ այս պատճառ կդառնա, որ հաղթություն չգարնան դանել իրենց դժվարություններուն վրա։ Երբ որ մեկը վստահ չէ թե ինքը փրկված է, միշտ այսպես ալեգոց վիճակ ունի իր կյանքը, որովհետև հստակ չէ իրեն համար թե ուր է ինքը Քրիստոսի մեջ։ Եվ պատճառը այն է, որ չէ հասկացած իր թիրքը Քրիստոսի մեջ եւ իր վիճակը Քրիստոսի մեջ։ Ասոնք երկուքը դարբեր
բաներ են, որ իրարու հետ կապված են, բայց երբ որ գխառնենք իրարու, այն ադեն է, որ այս շվարում մեջտեղ գուկա եւ հավատացյալները կդգարանան եւ կդարվին դարբեր վախերով։ Կարևոր երկու բաներ, որ պետք է ասեմ։ Առաջին ամեն վերստին ծնած ընդունված է Քրիստոսի մեջ։ Քրիստոս ընդունած է իրենց։ Երբ որ մեկը կաբաշխար է, կխոստովանի իր մեղքերը եւ կընդունի Քրիստոս որպես իր դերը եւ փրկիչը, ան կընդունվի Քրիստոսի կողմեն եւ կդառնա Քրիստոսի զավակ։ Ոչ մեկ բան կրնա ադիգա փոխել, որովհետև ադիգա մեր ըրածը չէ, Աստուծո ըրածն է, Աստուծո սերեն հարաճ կուքա։ Չենք կրնար մենք մեզի Աստուծո սիրի մեջ բահել կամ Աստուծո սերեն դուրս անել։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվագս է, Աստված ամեն մարդ սիրեց։ Աստուծո սերը չի փոխվիր։ Եվ մեր ըրածը չրածը չէ, որ Աստուծո սերը գկիցնե կամ գշացնե մեր վրա։ Մենք ընդունված ենք Քրիստոսի կողմեն։ Նայեցեք ինչ կսե Եփեսացիս 1:6 գսե որով մեզ զարդարեց սիրելին Եփեսացիս 1:6 իր փառավոր շնորհքին քովության համար, որով մեզ զարդարեց սիրելին ցերկով, որով փրկություն ունենք մենք իր արյանը միջոցով, մեղքի թողություն իր շնորհքին ճոխությանը չափովը։ 7-րդ համարն է նորեն անգլերենայերեն ադեններ տարբերություն կա, Եփեսացիս 1:7 երկրորդ մասը գսե մեղքի թողություն ունենք մենք ոչ թե որ մենք փամը ըրինք, այլ ինչ է մեր մեղքերու թողության պատճառը Աստծո շնորհքը։ Աստված մեզի ներեց, հակառակ որ մենք ներվելիք չէինք, մեզի ներեց, մեզի կյանք տվավ, մենք թադաբարդված էինք, մեղքին բարձ կմահեր, բայց Աստված մեզ սիրելուն համար իր որդի միջոցով, իր շնորհքով մեզի մեր մեղքերեն փրկեց եւ հավդենական կյանք տվավ, իր շնորհքին ճոխության չափովը, այսինքն ճոխություն, երբ որ փառը գործած ենք, չափսահման չունի այս սերը եւ Աստված այդ մեծ սիրով մեզի սիրեց։ Շատ հավատացյալներ իրենց ընդունված կամ չընդունված լալը Աստուծմե գգաբեն իրենց ըրածներուն եւ չրածներուն կամ թե իրենց բարականերուն հետ։ Ադորամար միշտ այսպես վեր-վար է իրենց կյանքերը, սկացումներով դարված է։ Սկացումներով դարվող հավատացյալը միշտ խանգարված կլա։ Երբ որ շիդակ կնեն, երբ որ ամեն բան լավ գերտա եւ Աստված իրենց գործն է, ընդունված կսկան։ Իսկ երբ որ մեղքը գործեն եւ գինան եւ կամ գարնքերնու մեջ դժվարություններ հարաճ կուքա, իրենց հոգեոր կյանքերը գճորնա, այնպես գխորին, որ իրենք ընդունված չեն, նորեն, սկացումները դարված, եւ այս սկացումները դարվիլը վտանգավոր վիճակ մը կստեղծե հավատացյալին հետ։ Մեր սկացածեն չէ, որ մենք փրկված ենք կամ չենք փրկված, ինչ որ գարտացինք, կսե Աստծո շնորհքին ջոխությունով է, որ մենք փրկված ենք։ Մեր ըրածեն եւ չրածեն կամ մեր վիճակեն չէ գախյալ, որ մենք ընդունված ենք Աստծո կողմեն կամ ոչ։ Եփեսացիս 2:9 կշեշտե, որ մենք արժանիք մչունինք մեր ըրածը չրածը ոչ մեկ բան գրնա օգնել, ոչ թե կորձերեն, որ մեկը չբարձենա, վասնզի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար։ Աստված նախաբես պատրաստեց պես, որբեսի անոնց մեջ կալինք։ Մեր կորձերեն չէ գսե,
մեր ընդունվածը լալը Աստուծո զավակը լալը մեր կորձերեն չէ ոչ ալ բարականերեն Ռոմայցիս 5 8-ը սակայն Աստված սերը որ մեր վրա ուներ հայտնեց երբ թեր մեղավոր էինք ասիկա շատ հստակ կնե որ մենք փամը չունենք այս ընդունվածը լալու մեջ մեր վիճակները չեն որ գորոշեն մեր ընդունված կամ մեր ժվածը լալ Աստծո գոմեն թեր մեղավոր եղած ադենիս կսե Աստված իր սերը որ մեր վրա ուներ հայտնեց կսե Եվ որ շատ կարևոր է, որ այս կարևոր ընդունված լալու գեդը հասկնանք, որ մեր սկացումները մեզի այս կողմ կամ անգամ չդանին։ Երկրորդ, կարևոր ճշմարտությունը, որ հավատացյալը պետք է հասկնա, այն է, որ մենք գադարյալ ենք Քրիստոսի մեջ։ Գադարյալ։ Այսինքն, մենք երբ որ Քրիստոսի գուքանք Աստված ուրիշ փամը անելիք չունի որ մեր վրա ընե որ մեր փրկությունը գադարյալ է Քրիստոսի արյունը մեր փրկության գադարելությունն է Քրիստոսով որ մեկը Քրիստոսի արյունով որ մեղքերեն գմակրվի սրբվի այլևս վերջացած է ներված է իրեն այլ իր փրկությունը չի փոխվի ուրիշ փամը չի փոխեր որովհետև Քրիստոսի արյունը այդ կորձը գադարած է Եվ Քրիստոսի մեջ մենք ունենք ամեն բան գարտանք երկրորդ Կորինթացիս Գողոսացիս 2:10 գսե եւ ցուկալ անով լեցված եք որ գլուխն է բոլոր իշխանության ու բեդության անով լեցված ենք գսե ադոր գադարելությունը մեզի գփավե Քրիստոսի գադարելությունը մեզի գադարյալ գնե այն փրկության կորցը գգադարե Երբեմն հավատացյալներ խորին որ Աստուծո պետք է օգնեն որ Աստված կարենա իրենց փրկել եւ ադոր համար անեմ չնեմ յետևեն գերտան ասի պետք է նեմ անի պետք չէ նեմ անոնցով գսպավին ավելի եւ ադիգալ հարց կստեղծե օրինաբաշտության կսկսի դանիլ մեզի որ վտանգավոր փամն է անալ Փիլիպեցիս 2:13 Սեբասնզի Աստված է որ սեր մեջ կներկործե գամենալը ունելը իր հաջությանը համար ով է փրկությունը գադարելության ասնո ով է որ կօգնե մեզի փրկության Աստված ինքն է Աստված է որ գսե մեր մեջ կներկործե գամենալը ու անելը իր հաջության համար ուրեմն մենք փամը չենք կնարնել որ մենք մեզի գադարյալ ենք արդեն Քրիստոսի արյունը այդ գադարյալ կորձը գադարած է մեր փրկության կորձը ուրեմն մենք ընդունված ենք եւ գադարյալ ենք Քրիստոսով այս երկու կարևոր բաները որ հասկանանք մեր միտքերը ավելի հաստատ կետնի վրա կգայնին ուրեմն նայենք վարգյամը թե ինչ է մեր թիրքը Քրիստոսի մեջ Փաներ կան, որ մենք ենք եւ ունենք Հիսուս Քրիստոսով եւ վարգամ գուզեմ անոնց վրայեն անցնել, որ ավելի մեզի օգնե, որ հասկանանք, թե ինչ արավելություններ ունենք մենք Քրիստոսի մեջ, որոնք մեզի կօգնեն, որ գարենանք մենք գարենանք Քրիստոսի մեջ գադարյալ այդ ընդունված վիճակի մեջ հարաճ երտալ Առաջին Ռոմայցիս 5:1 Ռոմայցիս 5:1 Կսե արդ մենք հավատքով արդարացած լալով խաղաղություն ունենք Աստուծո հետ մեր Տերոջը Հիսուս Քրիստոսին ցերկով Առաջին բանը
որ շատ կարևոր է։ Մենք խաղաղություն ունենք Աստուծո հետ Հիսուս Քրիստոսի ցերկով։ Երբ որ մեղավոր էինք, Աստուծո թշնամի էինք եւ չենք կրնար խաղաղություն ունենալ, բայց որովհետեւ Քրիստոսի արյունով մեր մեղքերը մաքրվեցան, սրբվեցան, մենք այլևս խաղաղություն կնքեցինք Աստուծո հետ։ Կրնանք իր ներկայության մեջ երթալ։ Վստահությունը կրնանք ունենալ, որ Աստված մեր գոմն է, մեր Աստվածն է, մեր հետն է։ Եվ ադիգա մեծ բան է, որ եթե մեկը հասկնա, արդեն ուրախութենեն չի գնար գենալ, որ դիեզերքի ստեղծիչը մենք անոր հետ խաղաղություն ունենք, անոր հետ խաղաղության թաշինք ունենք եւ անշուշտ բացմունքեն գիտեք, որ թաշինքներ որ գնքվեր երկիներու միջև գդեվեր միջև որ այդ անձերը որ թաշինքը գնքած են մերնին երթան անգևերջը յետ իրարու հետ կգրվեին բայց մենք ունենք հավանական աստվածը որ իրեն հետ մեր թաշինքը որ գնքած ենք մեր խաղաղություն աստուծո հետ հավանական է եւ ասիգա մեզի ուրախություն պետք է դա երկրորդ մեր թիրքը ուրեմն առաջին աստուծո հետ խաղաղություն ունենք երկրորդ Եփեսացիս 1:11 Եփեսացիս 1:11 գսե անով մենք ալ ժառանգություն արինք որ որոշված էր անոր նախասահմանությունով որ ամեն բան իր գամքին խորհուրդով գործադրվի երկրորդ հոսքսե մենք ժառանգություն ստացանք աստուծո ժառանգորդներն ենք այսինքն աստված ինչ որ ունի մեզի կպատկանի մենք ժառանգորդներն ենք մենք պիտի ստանանք աստուծո ունեցածները հավանականության մեջ աստված մեզի պիտի դա ամեն ինչ որ իրեն է եւ ասիգա նորեն մեր թիրքին հետ կապված բամն է մենք հարուստ ենք ձերքի աստված մեզի որթեքրեց իր որդվույն արյունով որ իր ժառանգորդները լանք եւ ամեն բան որ իրեն է մեզի պիտի պատկանի երրորդ Եփեսացիս 3 12 թե որով մենք ալ համարցակություն ու մոդենալու արտոնություն ունենք վստահությամբ իրեն հավատալով համարցակություն եւ վստահություն համարցակություն ունենք մոդենալու արտոնություն ունենք սե վստահությամբ իրեն հավատալով այսինքն մենք աստուծո հետ գաբի մեջ կրնանք մտնել համարցակություն ունենք մոդենալու արտոնություն ունենք կսե ով դվավ արտոնությունը մեզի Հիսուս Քրիստոսի արյուններ որ արտոնություն դվավ որովհետև առանց արյուն թափվելու մեղքերու թողություն չեր գնալ ինչպես 5 դագարանի մեջը երբ որ քահանաբեդը պիտի մտներ սրբություն սրբությանցը ուր աստուծո ներկայությունը գար պետք է նախ իր մեղքերուն համար զոհմադուցաներ արյուն թափեր եւ անգևերջը ժողովրդին մեղքերուն համար պետք է արյուն թափեր ոչխար մորթվեր եւ այդ արյունը որ գսրսկեր մեղքերու թողության համար անգևերջներ որ գնար մտնել աստուծո ներկայության մեջ եւ Հիսուս Քրիստոս ինքը անարատ քարնուգը երբ որ խաչվեցավ խաչին վրա ինչ պատահեցավ սրբություն սրբությանց վայրին վարակույրը վերեմ վար պատրվեցավ եւ այլևս փածվեցավ այդ դերը
որ ամեն մարդ կրնա մտնել Քրիստոսի արյունով, որովհետև Քրիստոսի արյունը մեզի գարթարացնե մեր մեղքերեն, մենք կմաքրվենք մեր մեղքերեն եւ կգնանք ազատորեն Աստուծո ներկայության մեջ երթալ։ Չորրորդ, ինչ է մեր թիրքը Քրիստոսի մեջ։ Անշուշտ, ինչ որ միջե մասի եւ դիսեմ, այս բոլորնալ ունինք Քրիստոսի պատճառով։ Քրիստոսն էր, որ մեզի այս թիրքը տվավ իր խաչվելով, եթե ոչ մեկ բան ունենք եւ ոչ մեկ բան կգնանք անել։ Ռոմայացիս 8:37 գսե, հաբա այս ամեն բաներու մեջ ավելի հաղթող գլանք, անով որ մեզ սիրեց։ Ուրեմն Քրիստոսի մեջ ինչ է մեր թիրքը, մենք հաղթող ենք, բարդված չենք, կբարդվենք, երբ որ մարմնավորին դեղի գուտանք, երբ որ մարմնավոր գերբով գշարժինք, երբ որ հոգիով գշարժինք, միշտ ինչ ենք, հաղթող ենք։ Եվ ասիգա մեզի հույս կուտա, ուրախություն կուտա, որ Քրիստոսով հաղթող ենք մենք։ Հինգերորդ, առաջին Հովաննու 3:2 Սիրելիներ, հիմա մենք Աստուծո որդիներն ենք եւ դակավին հայտնի չէ թե ինչ պիտի լանք, բայց գիտենք թե երբ անիգա հայտնվի, անոր բես պիտի լանք, վասնզի զանիգա պիտի տեսնենք ինչպես որ է։ Նորեն խոստումը մեզի մեր թիրքին հետ կապված, Քրիստոսի մեջ մեր ունեցած թիրքին հետ կապված։ Ինչ ենք կսեմ, մենք անոր որդիներն ենք եւ մենք պիտի ըլլանք Քրիստոսի պես։ Երբ որ զինքը տեսնենք, իրեն պես պիտի ըլլանք կսեմ։ Ինչպես էր Քրիստոս խաչելութենեն վերջ, երբ որ եկավ իր աշակերտներուն հայտնվեցավ, հոն շատ հստակ էր, թե Քրիստոս ինչպիսի մեկն էր, այդ փարավորված մարմին ուներ։ Եվ մենք ալ այդ փարավորված մարմինը պիտի ունենանք, երբ որ Քրիստոսը տեսնենք, երբ որ Հիսուս կա իրենները հապշտակելու, գսե աչ բանալ կոծելու պես, այս մարմինեն դուրս պիտի ելենք եւ պիտի ստանանք փարավոր մարմինը, այս մարմինը որ աբագանյալ է, պիտի վերջանա ելևս եւ պիտի ունենանք փարավոր մարմինը Քրիստոսի հետ։ Ուրիշ բամը Քրիստոսի մեջ որ ունենք, Եփեսացիս 4:30 Եփեսացիս 4:30 որով դուք կնքվեցաք փրկության օրվան համար։ Կնքված սել է, այսինքն անգլերեն բառը sealed բառն է, you are sealed, կնքված եք։ Երբ որ հինգդագարանի մեջ գնիքի մասին խոսի, փամը որ գնիքը լար, այլևս չեր փոխվեր։ Եվ ազդիգա ինչպես Եստերի ժամանակ հիշեք Համանը որ ուզեց Իսրայելի ժողովուրդը փնաչնչել օրենք մահանել ուզեց եւ թագավորին գնիքը գնքվեցավ վրան եւ երբ որ գնիքը թրվեցավ այլևս այդ օրենքը չէր գնար փոխվել ուրիշ օրենքը պետք է հանեին որ այդ ադոր թեմ կորձե բայց սելիկս որ թագավորին գնիքը գար քանի որ գնիքը գար այդ օրենքը այլևս չէր փոխվել Եվ մենք, որ Քրիստոսի արյունով կնքված ենք, Աստուծո հոգին մեր մեջը կփնագի, Աստուծո հոգին քրավականն է, որ մեզի դրված է, որ մենք Աստուծո զավակներն ենք։ Եվ 10-րդ համարի մեջ կգարտանք, կսե ծեր փրկության ավետարանը, որուն հավատալով խոստացյալ Սուրբ Հոգին շնորհքովը ինչ եղաք կնքվեցաք Սուրբ Հոգիով մենք կնքվեցանք այսինքն Աստուծո կպատկանենք այլևս մեկը մեզի Աստուծո ցերքեն չի գնար հափշտակել ուրիշ բաներ ցեզի ուրախացնելու Աստուծո մեջ մեր ունեցած թիրքին հետ կապված Եփեսացիս 1
3 1 3 1 3 գսե մեզ օրտնեց ամեն հոգևոր օրտնություններով երկնավորներու մեջ Քրիստոսով մենք օրտնված ենք Քրիստոսով ամեն տեսակ օրտնություններ ունինք 6-րդ համարը գսե անոր հետ մեզ հարուցանեց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով Tun գիտես որ երկինքի մեջ Քրիստոսի հետ Քրիստոսի քահաբիդի նստիս Շատ անգամ մենք այնպես կաբրինք որ աղքատներ մուրացկաններ ենք հոգևորաբես եւ միշտ գուլանք միշտ գներվինք միշտ դրդունչ ունենք եւ կմոռնանք թե ով ենք մենք Քրիստոսի մեջ եւ անշուշտ մեզի գսե առատ օրտնություններով օրտնեց շատ անգամ այդ օրտնությունները չենք վայելեր որ գործունեցած ենք Գիրագորվա պատկամս եթե մդիգրի կիշեք ասի այդ գինը որ 10 արձաթե դրամները ուներ իր թույլին վրա շարված այդ բոլորնալ դրված էին իրեն իր նշանածին գոմեն եւ 10-նալ պետք է իր թույլին վրա գախեր անոնք իրեն համար նշան էին գնիկը իր հետ իր ունեցած հարաբերության իր նշանածին հետ եւ օրտնություն էր ադիգա իրեն եւ ադորամար երբ որ մեկ հատ գործընծուց գսե ջրակը վարեց ավել արավ եւ բոլոր դունը ծայրեծար ավլեց որբեսի այդ մեկ գործված դրամը գտնե եւ մենք ալ երբ որ օրտնություններ գործընծնենք մեր ցանկին խջոված լալով կամ թե անսկուշությունով ամիջապես իդ երթանք փնդրենք գտնենք եւ հակնիկ անիգա մեր վրա վայելենք աստծո օրտնությունները որովհետեւ աստված մեզի առատ օրտնություններով օրտնած է գսե ուրիշ թիրք Քրիստոսի մեջ Գաղադացիս 2:20 գսե մենք Քրիստոսին հետ խաչը ելա եւ ալ գենթանի եմ ոչ թե ես հաբա Քրիստոս գենթանի եմ մեջս բայց ես որ հիմա մարմնովս կաբրիմ աստծո որդին հավատքով կաբրիմ որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց այս համարը քիչ ավելի վերջ մի սերդենք բայց Քրիստոսի հետ խաչը ելագսե ուրեմն մեր թիրքը Քրիստոսի հետ Քրիստոսի մեջ խաչված թիրք մնե խաչին վրա ելած ինչ պատահեցավ խաչին վրա ամբողջ աշխարհի մեղքը կամբեցավ եւ երբ որ գսենք Քրիստոսի հետ խաչ ելա ասել է թե իմ մեղքերս խաչին վրա կքամբին հոնգը մնան եւ հետս վարչեն իջներ Քրիստոսը որ խաչվեցավ մեր մեղքերուն համար խաչվեցավ եւ ադորամար իր հայրը իր մեր երեսը դարձուց որովհետեւ աշխարհի մեղքը իր վրա ուներ խաչին վրա մեղքը կմնա հոնգ կամբած կմնա եւ մենք Քրիստոսով խաչված ենք սեւ այլևս ես չեմ ապրիր գսե հաբա Քրիստոս է որ իմ մեջս կաբրի եւ վերջինը 9-րդ Կողոսացիս 3:3 շարունակությունն է ասոր գսե Վասնզի ցուկ մերակ եւ ծեր ցանկը բավված է Աստծո քով Քրիստոսին հետ Իշեք եփորս ծերդողությունը սկսա առաջին խոսքս ինչ էր ասի մեր խաչված ցանկին քախնիկը մերած լալու մեջն է եւ հոսքս է ցուկ մերակ կսե մեր հին մարդը մերավ այլևս մեր ցանկը որ ունենք Քրիստոսով նոր ցանկը նոր անցն է եւ մեր ցանկը բավված է Քրիստոսի մեջ գսե այլևս Քրիստոս պետք է ապրի մեր մեջ եւ ոչ մենք Քրիստոս պետք է երևի մեր մեջը եւ ասիգա կարևոր
ճշմարտությունն է, որ ամեն անգամ որ մորնանք քայթաղություն կդառնանք մեր շուրջներուն։ Ինչ քեղեցիկ հրաշալի թիրք մը ունենք Քրիստոսի մեջ։ Եվ եթե ուշադրություններիք ամեն համարներն ալ գրեթե գսեին Քրիստոսով այս թիրքը ասինչ բան ունի, Քրիստոսով օրհնություններ ունի, Քրիստոսով մենք կյանք ունենք, Քրիստոսով խաղաղություն ստացանք, Քրիստոսով ժառանգություն ստացանք եւ Քրիստոսով Աստուծո ներկայության մեջ կրնանք երթալ։ Ուրեմն եթե Քրիստոս չլար մենք փամը պիտի չունենայինք, այս թիրքը պիտի չգրնանք ունենալ Աստուծո առջև եւ որքան պետք է շնորհակալ լինենք Քրիստոսի։ Անոր համար ամեն անգամ որ գերքենք Քրիստոսի անունին մասին, ես իմ սիրտս ուրախությունով գլեցվի գիրագի օրերը որ Բաշտամուկին adենը Հիսուսի անունի երկերը գերքենք, շատ կուրախանամ, ամեն անգամ որ իշեմ, կուրախանամ, որտև այս բոլորը միտքս կուքա, ոչ թե ամենը մեգեն, բայց այսոնց մե ոմանք միտքս կուքա, ասելով որ պարկեզ դեր, ես առանց Քրիստոսի ոչինչ եմ, պամը բիդի չգնայի ունենալ, Քրիստոսով եմ, որ ինչ որ եմ։ Հիմա պիտի խոսենք քիչ մնալ մեր վիճակի մասին, որովհետև սիթե սկիզբը մեր թիրքը եւ վիճակը շատ անգամ գշվարենք իրարու գանցնենք։ Հիմա մեկը եթե գմտածե պիտի սե որ ինչ տարբերություն ունի մեր թիրքը եւ մեր վիճակը Քրիստոսի մեջ։ Իրականությունը այն է որ տարբերություն պետք չէ ունենանք։ Պետք չէ լա Ինչ որ են Քրիստոսի մեջ պետք է մեր վիճակը այդպես լա միշտ, բայց ինչ կխորիկ կբադայի։ Մեր թիրքին վրա չենք կայնիր հաստատ։ Եվ ադոր համար վիճակներ կստեղծվի, որ մեր թիրքեն դուրս են։ Ադոր համար վտանգի կմատնվենք եւ կամ հոգեորապես դժվարություններու առջև կգտնվենք։ Հոս ասենք թե մենք Աստուծո հետ խաղաղություն ունենք։ Բայց շատ անգամ այդ խաղաղությունը կգործընծնենք։ Ունենք Աստուծո հետ ժառանգություն։ Երբեմն այդպես չենք երևիր։ Մենք մտահոգված ենք, որովհետև ասինչ բանը չեղավ, անինչ բանը չեղավ։ Միտքերնից կսպաղի։ Մենք մեզի անանքիստ կնենք, որ ինչու ասի չլար, անի չլար։ Միջ այդ ամեն բան Աստված մեզի խոստացած է, մենք իր ժառանգորդներն ենք, ինչ որ Աստված ունի, մեզի կպատկանի։ Կտեսնեք ինչպես մեր թիրքը եւ մեր վիճակը իրարու հետ չեն համապատասխանի եւ ճիշտ հոս է որ քայթաղության թուրը կբացվի, երբ դուրսեն ոչ հավատացյալներ մեզի գտիդեն գսեն որ վարգյամը աս անցը ասիկա գկարոզ է, աս գսե թե ինքը Աստուծո զավակ է, գսե թե Աստուծո հետ խաղաղություն պետք է ունի եւ ինքը խաղաղություն չունի, նեղված է, իրար անցած է։ Ինչպես կարելի է այսպես վիճակ ունի, ասել թե ասիկա գեղձ անց մնե։ Աստուծո քահին գրնանք երթալս ենք քիչ առաջ, մենք առանձնաշնորհված ենք Աստուծո քահին մոդենալու Քրիստոսով, բայց աղոտք չեն գներ, երբեմն գներվինք, որ Աստված աղոտնից չի պատասխանեց։ Երկար դեպեց Աստծո, Աստված չի պատասխանել մեր աղոտները եւ կհոգնենք, կթուլնանք։ Կսե մենք հաղթող ենք, շատ ալ հաղթողի չենք նմանի շատ անգամներ։ Ընթագարակը բարդված կերևինք, որովհետեւ թույլցած ենք, հոգնած ենք, աշխարհային վիճակներ մեր վրա գդիրեն։ Պետք է օրհնված լինենք միշտ։ Եվ շատ անգամ հավատացյալներ որ գանտվիմ այնքան դխուր են, այնքան անգլերեն miserable բառը գսե դժվար վիճակ ունին որ չես հասկնար ինչպես այս անձը արդյոք իրապես վերստին ծնած անձն է որտեղ պետք չէ այդպես լավ։ Ուրեմն
մեր վիճակները մեր վրա գիշխեն եւ անոր համար չենք կրնար ապրիլ այն թիրքին մեջ, որ ունենք Քրիստոսով։ Վիճակները մեզի գկարավարեն, վիճակները մեր վրա գիշխեն եւ պետք է մենք մեզի այս հարցում արցնենք. ով իմ կյանքս կկառավարե, ով իմ կյանքիս վրա գիշխե։ Պատասխանը երկու է։ Կամ Քրիստոս է, որ գիշխե իմ կյանքիս վրա եւ վիճակներս վրա, կամ ալ իմ անձս է, որ գիշխե։ Երբ գսենք թե Քրիստոս գիշխե իմ կյանքիս վրա, իմ վիճակներս վրա, ասել է թե Քրիստոս է, որ նստած է մեր սրդին քահին վրա։ Ինքն է, որ մեր կյանքերը կկառավարե, ինքն է, որ մեր կյանքերը գուղե գարաչնորթե եւ Ռոմայեցիս 8 1 4-5 8 1 իսկ արդ հադաբարդություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր գերբով չեն վարվիր, որբեսի օրենքին արդարությունը գադարվի մեր մեջ, քանի որ մարմնավորապես չենք քալեր, հաբա հոգևորապես, քանզի մարմնավոր եղողները մարմինին բաները կմտածեն, ու հոգևոր եղողները հոգին բաները։ Ըստ կարևոր բամը հիշվեցավ այս 5-րդ համարի մեջը, եթե գուզես հասկանալ, թե ով գիշխե քու կյանքիդ վրա, ով կկառավարե քու կյանքդ, քու մտածմունքներուդ մտի գրեվարգամը։ Ինչ բաներ կմտածես, համարի շատ քեղեցիկ կերպով ասավ, քանզի մարմնավոր եղողները մարմնի բաները կմտածեն, ու հոգևոր եղողները հոգին բաները։ Ինչ բաներով վրա է քու միտքդ կետրոնացած, ինչ բաներով կսպաղի քու միտքդ։ Եվ 6-րդ համարին երկրորդ մասը գսե իսկ հոգևոր խորհուրդը ցանկ եւ խաղաղություն կտա։ Մենք ինչսինք Աստծո հետ խաղաղություն ունենք։ Եթե հոգիով կկառավարվենք, ինչ կբադահի, միշտ խաղաղ ենք։ Ինչալ լա բարակաները, վիճակները, որ մեր վրա գդիրեն, չեն աստեր մեզի։ Եվ մենք այդ խաղաղությունը կունենանք եւ կյանք կունենանք։ Սա կյանք ունենանք կխոսի ասիգա այն կյանքին համար, որ Քրիստոս խոստացավ, ալ ավելի կյանք, abundant life, անգլերենով որ գսենք։ Այդ կյանքը գրնանք վայելել, երբ որ հոգիով կկառավարվենք։ Քրիստոս է, որ գիշխե մեր կյանքին վրա։ Քրիստոս նստած է մեր սրդին քահին վրա։ Իսկ եթե այդպես չէ, ինչ կբադահի, մենք ենք որ գիշխենք։ Մեր հիմարը գլուխը վերցուցած է, նստած է քահին վրա մեր կյանքին, ղեգը իր ցերկ արած է եւ գուզե դանիլ մեր կյանքը ուր որ ինքը գուզե։ Եվ ինչ որ կնե մեր հիմարը ոչ մեկ օգտագարություն ունի մեզի, որովհետեւ երբ փրկված չէինք, անոր համը տեսանք եւ մեր փրկվել են վերջալ ամեն անգամ որ ղեգը իր ցերկը գանցնենք նորեն նույն բանը կբադայի երկրորդ Կորինթացիս 1:9 բայց մահվան վճիրը մեր վրա սկացինք որբեսի մենք մեզի չաբավինենք հաբա աստուծո որ մերելները կհարուցանե Ոնց Պողոս Արաքյալ Գորընթացիներուն գրե որ մենք մեզի չվստահենք մենք մեր կիցածին չաբավինենք որովհետև մահվան կդանի մեր հին մարդը մահվան հետ կապված բամն է եւ երբ որ դերի դանք մեր հին մարդուն անոր կորձերը մահվան կորձեր պիտի լան Ռոմայեցիս 12 3 Và քանզի ինձի դրված շնորհքով այս կսեմ ծեր մեջ եղող ամեն մեկուն, որ արժան եղած մտածել են ավելի փան չմտածե, հաբա սկաստ գենալ
մտածե հավատքին չափովը, որ Աստված ամեն մեկուն բաժնեց։ Ամբետ բաներու վրա միտքդ մի աշխատցներ։ Եվ ամբետ բաները գուքան աշխարեն, մարմնավոր են։ Ռոմայցիս 8-ը 5-6-ը գսե քանզի մարմնավոր եղողները մարմինին բաները կմտածեն ու հոգևոր եղողները հոգին բաները վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն այս կբադահի երբ որ մարմինը գիշխե մեր վրա առաջին Կորինթացիս 3 1 եւ 3 կսե եղբայրներ չգրցա խոսիլ ցեզի որբես հոգեվորներու հաբա որբես մարմնավորներու որովհետև դագավին ծեր մեջ նախանց ու հագարագություն եւ բաժանումներ կան Պողոսարակյալ գսե դու պետք է հիմա աջած մեծած լայք եւ դագավին մարմնավոր բաներով գսպայի ադորամար ցեզի հետ չեմ գնար հոգեվոր բաներ խոսիլ Երբ որ մեր մարմինը մեր հին մարդը գիշխե մեր անձին վրա մենք չենք գնար հոգևոր բաներով սպաղիլ որովհետև պիտի քրավե մեզ մեր խորհուրդները մեր ժամանակները ամեն ինչ որ ունենք պիտի քրավե մեզ որ հոգևորը չգնա հարաճ երթալ եւ ինչ են մարմինին կորձերը եթե ոչ ինչ որ Խաղադացիս 5:19-21-ի մեջ կհիշվի գսե այդ մարմինին կորձերը հայտնի են որոնք են շնություն, բորնգություն, բղձություն, քիչություն, կրաբաշտություն, գախարտություն, թշնամություններ, գրիվներ, նախանցներ, փարգություններ, կամ հագարագություններ, երկբարագություններ, բաժանումներ, չար նայվածներ, մարդասպանություններ, քինովություններ, անարագություններ եւ ինչ որ աստոնց նման են, զոր հիմա գտնե ես ձեզ գսեմ ինչպես առաջվնել գսեի որ այսպիսի բաներ կորձողները Աստծո արքայությունը պիտի չժարանքեն ժամանակ չեմ զերդալ ժամանակս անցած է բայց կտեսնեք ինչ են մարմնին կորձերը եւ ասոնցն է որ մեկը կարևոր չէ որքան մեծ որքան բզդիկ երբ որ ասոնցնով գսպանք գիծած լանք որ մեր անց հիմարտն է որ գիշխե մեր վրա եւ ոչ թե Քրիստոսը Անշուշտ հին մարդուն հետ կապված նաև գա այն դժվարությունը, որ աշխարհը մեր մեջը գմտնե։ Ռոմայցիս 12:2 աշխարհնալ իր վնասը գբերե մեր մեջ, աշխարհի համակարգը, որ այսօր շատ զորավոր գերբով երդասարտներուն վրա նամանավանդ գիշխե գսե եւ մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքովը հավատ ծեր մտքին նորոգությունով նորոգվեցեք որբեսի քննեք թե ինչ է Աստուծո կամքը որ բարի ու հաճելի եւ գադարյալ է երբ որ աշխարհի գերբարանքը մեր մեջ կմտնե չենք կրնար Աստուծո բաները գադարել Աստուծո ուզածները անել Աստուծո կամքը փնտրել Աստուծո կամքին պես ապրել անգարելի է երկուքը իրարու հետ չեն գնար խառնվել աշխարհը եւ Աստված իրարու հետ չեն քալեր առաջին Հովաննու 2:15-17-նա շատ քեղեցիկ կերպով գսե մեզի մի սիրեք աշխարհը ոչալ ինչ որ աշխարհի մեջ է եթե մեկը աշխարհը գսիրե անոր ներսիթին հորը սերը չգա Վասնզի ամեն բան որ աշխարհի մեջ է մարմնի ցանկությունը աչքերու ցանկությունը եւ այս կյանքին անպարտաբանությունը հորմեն չէ հաբա այս աշխարհեն է եւ վերջին համարը գսե աշխարհը սալգանցնի անոր ցանկությունն ալգան անոր ցանկությունն ալ բայց ամոր Աստուծո կամքը գադարե հավդենական բիդի մնա մենք ասենք Աստուծո ժառանգորդներն ենք հավդենական կյանք ունենք իսկապես եթե այդ է ճշմարտությունը ասել է թե աշխարհը չեն կնար սիրել աշխարհի բաները բոլորնալ անցողական են ժամանակավոր գնան մեզի երջանկություն տալ բայց վերջավորությունը բոլորնալ պիտի գործվին եւ եթե մենք աշխարհով դարված ենք աշխարհով գսպարենք գիծածլանք որ մենք աշխարհին հետ պիտի անցնենք եւ երթանք իմ աղոթքը սե որ մեր սրտերուն վրա
միշտ նստողը իշխողը ըլլա Քրիստոս ինքը, որովհետև Քրիստոսով ենք, ինչ որ ենք, եւ ամեն փարություն, որ գա այս աշխարհի վրա, որ գնանք ունենալ, Քրիստոսով է, որ գնանք ունենալ։ Տերը դար որ ամենքս կառավարվի Քրիստոսով եւ արիք չտանք, որ մեր անձը, մեր հին մարդը մեր սրդին վրա նստի եւ իշխե։ Տերը օրհնե բոլորը։